Ողջույն ընկերներ, դուք սկսում եք Messenger հավաքածուի դասընթացը Սուրբ Հոգու մասին։ Ես ցանկանում եմ խրախուսել ձեզ, որ հետևեք ձեր ուղեցույցին։ Ուղեցույցն իհարկե այն տեքստն է, որը տեսնում եք այս ուղերձի ընթացքում, ինչպես նաև գրքի ամենօրյա ընթերցանության եւ սերտողության նյութերը։ Թույլ տվեք ասել ձեզ, թե ինչու է սա կարևոր։ Ես հայտնաբերել եմ, որ մտորելը զորացնում է մեզ հավատքի եւ Աստծո խոսքի մեջ։ Եվ երբ ընթերցեք գրքի ամենօրյա ընթերցանության եւ սերտողության նյութերը, այս ամենը միասնաբար կգործի եւ իսկապես կզորացնի եւ կբարձրացնի ձեր հավատքը, օգնելով ավելի խորը հասկանալ այս անչափ կարևոր թեման։ Սուրբ Հոգին Աստվածության միակ անձն է, ով ներկայումս այս երկրի վրա է։ Նա միակն է, ով հայտնում է, փառավորում եւ մեծարում է մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Որքան ավելի ճանաչենք նրան, այնքան ավելի կճանաչենք Հիսուսին։ Ուղեցույցը ձեր սրտում կամրապնդի Աստծո խոսքը, որը լսում եք այս դասերի ընթացքում, որպեսզի կարողանաք սկսել Սուրբ Հոգու հետ շփման հրաշալի ընթացքը եւ ճանապարհը։ Հուսով եմ ձեզ դուր կգա այս դասընթացը։ Աստված օրհնի ձեզ։ Մենք գտնվում ենք մեր գրասենյակային շենքում, Palmer Lake-ում, Կոլորադոյում։ Ես անչափ ուրախ եմ, որ մեր ամենամտերիմ գործընկերներն ու ընկերներն այստեղ են։ Ես զգում եմ ձեր քաղցը, ես զգում եմ, որ հենց հիմա ինձնից ինչ-որ բան է փոխանցվում։ Սա զարմանալի է։ Բոլորդ պարզապես հրաշալի եք։ Ինձ դուր է գալիս նայել ձեզ եւ կարծում եմ պատճառն այն է, որ դուք լցված եք Սուրբ Հոգով։ Ահա թե ինչու դուք այդքան վայելուչ եւ գեղեցիկ տեսք ունեք։ Ամեն։ Մենք խոսելու ենք Սուրբ Հոգու մասին։ Ես պետք է մի բան պատմեմ ձեզ։ Անցած ամիսն իսկապես յուրահատուկ էր ինձ համար։ Ամեն ինչ սկսվեց գրեթե 1 ամիս առաջ։ Ես ծոմի մեջ էի եւ զգացի, թե ինչպես Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ։ Կարդա Գործկարաքելոց գիրքը։ Հետաքրքիրն այն էր, որ նախորդ անգամ ծոմի ժամանակ Սուրբ Հոգին կրկին ասել էր. «Կարդա Գործկարաքելոց գիրքը», եւ ես հնազանդվեցի։ Կարդալով Գործկարաքելոց գիրքը նախորդ անգամ ուշադրություն դարձրի Պողոս առաքյալի կյանքին։ Նրա կոչումն էր գնալ հեթանոսների մոտ, բայց քանի որ նա սիրում էր հրեաներին, ամեն նոր քաղաքում նա առաջին հերթին գնում էր ժողովարան իր ազգակիցների մոտ։ Արդյունքում նա մշտապես խնդիրներ էր ունենում եւ ամենամեծ խնդիրները նրա կյանքում առաջացնում էին հենց հրեաները։ Աստված խոսեց ինձ հետ այդ ծոմի ընթացքում ասելով. «Մնա իմ կոչման մեջ, որովհետեւ եթե դուրս գաս դրանից, փորձանքներ կբերես քո կյանքում»։ Կարդալով Գործկարաքելոց գիրքը երկրորդ անգամ ես բոլորովին այլ բան նկատեցի։ Հենց ամենասկզբից ես սկսեցի նկատել, թե ինչպես էին առաքյալները, առաջնորդները եւ հավատացյալները ապավինում Սուրբ Հոգուն։ Որքան էին հաղորդակցվում նրա հետ, որքան կախված էին նրանից եւ որքան էին խոսում նրա հետ։ Սա ինքան ակնհայտ է ամբողջ գրքի մեջ։ Ես հասկացա, որ նա այդ մարդկանց կյանքերի կարևոր մասն էր եւ ներգրավված էր նրանց բոլոր գործերի մեջ։ Պարզապես լսեք որոշ մեկնաբանություններ հենց Գործկարաքելոցից եւ սա դեռ ամբողջը չէ։ Մենք կարդում ենք եւ մենք նրա վկաներն ենք այս բաների համար եւ Սուրբ Հոգին էլ։ Գրված է եւ Հոգին ինձ ասաց, որ նրանց հետ գնամ։ Եվ նրանցից մեկը հոգով իմաց տվեց, թե մեծ սով է լինելու, Սուրբ Հոգուց ուղարկված, որովհետև Սուրբ Հոգուն եւ մեզ հաճո երևաց, Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն։ Ջանք էին անում, որ գնան դեպի Բյութանիա եւ Հոգին թույլ չտվեց նրանց։ Պողոսը հոգով վառվում էր վկայելով։ Պողոսը հարկադրված էր զգում Սուրբ Հոգուց գնալու Մակեդոնիա։ Սուրբ Հոգին ասում է ինձ քաղաքից քաղաք։ Արծգույժ կացեք ձեր անձերին եւ ամբողջ հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց։ Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Ինչու սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն։ Ինչ է որ միաբանվեցիք դուք, որ Տիրոջ Հոգին փորձեք։ Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակվում եք։ Տեսնում եք, թե որքան էին նրանք խոսում Սուրբ Հոգու մասին։ Ես կասեմ ձեզ հետևյալը. ես չեմ տեսնում նույնը այսօր իմ ժամանակներում։ Ինչու մենք չենք խոսում նրա մասին։ Դուք ինձ հետ եք։ Ես կանեմ որոշ նախնական պնդումներ մինչև շարունակելը։ Առաջինը, ըստ էության չկա քրիստոնեական կյանք առանց Սուրբ Հոգու։ Առանց Սուրբ Հոգու քրիստոնեությունը դառնում է չոր, միապաղաղ եւ ձանձրալի։ Հեռացրեք Սուրբ Հոգուն եկեղեցուց եւ այն կվերածվի կամ հասարակական ակումբի, կամ կրոնական հաստատության։ Չկա սեր առանց Սուրբ Հոգու։
Չկա հայտնություն առանց Սուրբ Հոգու։ Փաստորեն առանց Սուրբ Հոգու Աստվածաշունչը մահացու է դառնում, որովհետև 2 Կորինթացիների 3:6-ում գրված է. Գիրը սպանում է, այլ Հոգին կենդանացնում է։ Չկա իմաստություն առանց Սուրբ Հոգու, չկա ուրախություն առանց Սուրբ Հոգու, չկա խաղաղություն առանց Սուրբ Հոգու, չկա ազատություն առանց Սուրբ Հոգու։ 2 Կորինթացիների 3:17-ում Պողոսն ասում է. Տերը Հոգին է, եւ որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Բայց սպասեք, որտեղ է Տիրոջ Հոգին։ Նա ամենագոհ է, այսինքն նա ամենուր է։ Նշանակում է մենք պետք է ավելի լավ հասկանանք այս խոսքը։ Այս խոսքի ավելի լավ իմաստային թարգմանությունը հետևյալն է. որտեղ Հոգին Տեր է, այնտեղ ազատություն է։ Մարդիկ թույլ չեն տալիս, որ նա Տեր լինի։ Ինչ է սա նշանակում։ Չէ՞ որ գերագույն իշխանությունը պատկանում է նրան։ Նրան թույլ չի տրվում լինել Տեր ամեն ընտանիքում, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ամեն եկեղեցում։ Դուք չեք ունենա ազատություն այնտեղ, որտեղ թույլ չեք տալիս նրան Տեր լինել։ Դուք կսպառվեք, դուք կկորցնեք ձեր ուրախությունը, դուք կկորցնեք ձեր հանգիստը, դուք ջերմեռանդ չեք լինի։ Ես 50-ն անց եմ, նույնիսկ չեմ կարողանում հավատալ եւ դեռ լցված եմ եռանդով, ինչպես 1979 թվականի հունիսին 19 տարեկանում, երբ լցվեցի Սուրբ Հոգով։ Այժմ դուք գիտեք, թե քանի տարեկան եմ ես։ Մեր ուսուցման նպատակն է ծանոթացնել ձեզ Սուրբ Հոգու հետ։ Այս թեմայով կարելի է հատորներ գրել։ Ես կարող եմ շաբաթներով քարոզել Սուրբ Հոգու մասին։ Կարող եք պատկերացնել, ես կանգնած եմ ձեր առջև եւ փորձում եմ պատմել Լիզա Բիվերի մասին ընդամենը 4 դասի ընթացքում։ Դա անհնար է։ Ես արդեն 30 տարի է ամուսնացած եմ այս զարմանալի կնոջ հետ եւ կարող եմ ասել, որ ամեն օր շարունակում եմ ավելի լավ ճանաչել եւ հասկանալ նրան, նրա անհատականությունը եւ բնավորությունը։ Իհարկե ես չեմ կարող պատմել ձեզ նրա մասին 4 դասի ընթացքում։ Փոխարենը կարող եմ ծանոթացնել ձեզ նրա հետ։ Ես կարող եմ պատմել ձեզ, թե ինչպես կապ հաստատել նրա հետ, ինչպես լավագույնս շփվել նրա հետ, ինչպես լսել նրան եւ ինչպես աշխատել նրա հետ։ Ես կարող եմ ծանոթացնել ձեզ, բայց ես չեմ պատմի ամեն ինչ նրա մասին։ Այնպես որ եթե դուք սպասում եք, որ ես կպատմեմ ամեն ինչ Սուրբ Հոգու մասին այս դասերի ընթացքում, մոռացեք այդ մասին։ Եթե Լիզան ընդամենը 30 տարեկան է, Սուրբ Հոգին հավիտենից հավիտյան է։ Նա մի փոքր ավելի տարեց է, քան Լիզան, այնպես չէ։ Կա մի ցավալի սխալ, որը յուրաքանչյուր քրիստոնյա թույլ է տալիս։ Մարդիկ փորձում են ուսումնասիրել եւ հասկանալ Սուրբ Հոգու գործերը առանց նախ մոտենալու եւ մտերմորեն ճանաչելու նրան որպես անձնավորություն։ Դուք շատ մեծ սխալ եք գործում, եթե այդպես եք անում։ Այնքան կարևոր է, որ մեր սրտերում հասկանանք, արդյոք Սուրբ Հոգին աստվածային անձնավորություն է, ով անսահմանորեն սուրբ, իմաստուն եւ զորավոր է, բայց եւ հրաշալիորեն մեղմ, զգայուն եւ գթասիրտ է, ով արժանի է ընդունելու մեր սերը, պաշտամունքը, հավատքը, նվիրվածությունը եւ բացարձակ նվիրումը։ Թե Սուրբ Հոգին պարզապես ազդեցություն է, որը բխում է Աստծուց, աստվածային խորհրդավոր ուժ, ինչպես օրինակ առատաձեռնության հոգի կամ ժողովրդավարության հոգի արտահայտություններում։ Վերջին տեսանկյունը մակերեսային եւ ոչ հասուն է։ Այն նույնիսկ հերձվածություն է։ Եվ եթե մենք այդպես հավատանք, բաց կլինենք հոգևոր հպարտության համար, որովհետև մենք կարող ենք այնպես վարվել, ասես քրիստոնեական վերնախավի ներկայացուցիչ ենք եւ կանարգենք այլ մարդկանց։ Դուք ինձ հետ եք։ Այնուամենայնիվ, եթե հասկանանք, որ նա անսահման է մեծությամբ, փառքով, շուքով, զորությամբ, իմաստությամբ եւ սրբությամբ, որ նա որպես անձ համաձայնել է հոր եւ որդու հետ գալ եւ բնակվել մեզանում եւ գործածել մեր կյանքն ի բարին, այդ ժամանակ մենք երեսնիվայր կընկնենք նրա առջև եւ կապրենք խոնարհությամբ։ Դուք ինձ հետ եք։ Գիտեք, թե մշտապես ինչ են ասելու այն մարդիկ, ում կարծիքով Աստված ազդեցություն է կամ գերագույն զորություն։ Ես ցանկանում եմ ավելի շատ ստանալ Սուրբ Հոգուց։ Այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ նա հրաշալի եւ զորավոր անձնավորություն է, կասեն. ինչպես կարող եմ ավելի շատ տրվել նրան։
Դուք չեք ապրում հոգևոր հպարտությամբ, քանի որ ձեզ թվում է, որ լցված եք ինչ-որ մեկով։ Դուք հարցնում եք, ինչպես կարող եմ ավելի ու ավելի տրվել այս հրաշալի արարչին։ Կարող եք ասել ամեն։ Որոշ մարդիկ Աստծո հոգուն ընկալում են ուղղակի որպես ազդեցություն, ոչ թե անձնավորություն, այն պատճառով, որ խոսում են նրա մասին որպես առարկայի, օգտագործելով այն դերանունը, անվանելով նրան այն։ Եթե ինձ $1 տային ամեն անգամվա համար, երբ իմ ծառայողական տարիների ընթացքում ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ խոսել Սուրբ Հոգու մասին որպես առարկայի, ես շատ հարուստ կլինեի։ Շատերը դիտարկում են Սուրբ Հոգուն որպես սուրբ էություն, ոչ թե ամենասուրբ անձնավորություն, ով ցանկանում է լինել ձեր ամենամտերիմ ընկերը։ Եթե մարդիկ մտորեն Սուրբ գրքի շուրջ եւ թույլ տան, որ այն բացվի իրենց համար, նրանք կհասկանան, որ Սուրբ Հոգին ունի միտք։ Հռոմեացիների 8:27-ում գրված է հոգու մտքի մասին։ Հոգին ունի կամք։ Առաջին Կորինթացիների 12:11-ում գրված է, որ նա բաժանում է իր պարգևներն ինչպես կամենում է։ Նա ունի զգացմունքներ։ Նրա սիրո եւ ուրախության մասին գրված է Հռոմեացիների 15-րդ գլխում, Գաղատացիների 5:22-ում եւ Եփեսացիների 4:30-ում։ Նրան նույնիսկ տրտմեցնում են։ Նա մխիթարում է, համաձայն Եբրայեցիների 3:11-ի, նա խոսում է, իրականում նա պարզ է խոսում, համաձայն առաջին Տիմոթեոսի 4:1-ի, նա սովորեցնում է։ Ես չեմ ճանաչում համր ուսուցիչների, իսկ դուք։ Ես գիտեմ, որ ուսուցիչները պետք է շփվող լինեն, այնպես չէ։ Նրանք կարող են տրտմեցնել, տխրեցնել եւ ցավ պատճառել, Եփեսացիների 4:30։ Նրանք կարող են նախատել կամ հայոյել, Եբրայեցիների 10:29։ Նրանք կարող են հակառակվել, Գործք 7:51։ Նրանք կարող են ստել, Գործք 5-րդ գլուխ։ Ինչպես ենք հիմնականում պատկերացնում Սուրբ Հոգուն։ Որպես աղավնի։ Ինչու՞։ Պատճառն այն է, որ 4 ավետարաններում էր գրված է, որ Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա աղավնու պես։ Բայց թույլ տվեք ասել հետևյալը. միթե մենք չենք ասում այս աղջիկը վազում է քամու նման կամ այս տղան ցլի պես ուժեղ է։ Եվ միթե սա նշանակում է, որ այդ աղջիկը քամի է, իսկ այդ տղան չորքոտանի կենդանի։ Իհարկե ոչ։ Ինչ որ մեկը կարող է ասել, բայց Ջոն, Աստծո գահի առջև նա ներկայացված է որպես բորբոքված կրակ։ Կարող եմ ձեզ հիշեցնել, որ Աստվածաշնչում նույնպես գրված է. «Եվ տեսա, ահա, երեցների մեջ մի գառ կանգնած մորթվածի նման»։ Հովհաննեսն այսպես նկարագրեց Հիսուսին։ Անկասկած Հիսուսը չորքոտանի կենդանի չէ։ Հիսուսը գառ չէ, ինչպես եւ Սուրբ Հոգին առեղծվածային կրակ չէ, որը վառվում է Աստծո գահի առջև։ Դուք ինձ հետ եք։ Ուրեմն ով է Սուրբ Հոգին։ Նա Աստվածության երրորդ անձն է։ Ծննդոց 1:26-ում գրված է. մեր պատկերով եւ մեր նմանության պես մարդ շինենք։ Աստված չասաց. ես կստեղծեմ մարդուն։ Նա ասաց. մենք կստեղծենք մարդուն։ Կարդալով Գործք առաքելոց 10:38-ը դուք կտեսնեք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն որպես առանձին անձերի։ Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությամբ օծեց, որ ման եկավ բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով։ Հայրը օծեց Հիսուսին Սուրբ Հոգով, ահա եւ 3 անձերը։ Երբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում, 3-ը հայտնվեցին որպես լիովին տարբեր անձեր։ Մեր Տեր Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից։ Նա դուրս եկավ ջրից եւ հոգին իջավ նրա վրա աղավնու պես եւ Հայր Աստված խոսեց երկնքից. դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Այսպիսով 3 առանձին անձեր, բայց մեկ Աստված, որովհետև երկրորդ Օրինաց 6:4-ում գրված է. լսիր ով Իսրայել, մեր Տեր Աստվածը Տերը մեկ է։ Հռոմեացիների 3:30-ում գրված է. մեկ Աստված է, որ արդարացնում է։ Հակոբոս 2:19 դու հավատում ես, թե մեկ է Աստված, լավ ես անում։ Մի օրինակ կբերեմ ջրի մասին, որը կօգնի ձեզ հասկանալ սա։ Քանիսը գիտեն, որ ջուրն ունի 3 ագրեգատային վիճակ՝ գազային, որը գոլորշին է, հեղուկ եւ պինդ, որը սառույցն է։ Բայց 3-ն էլ ունեն նույն մոլեկուլային կազմությունը։ 3 վիճակ, բայց ջուրը մեկ է։ Ահա թե ինչպիսին են Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ցանկանում եք ավելի շատ դինամիկ ուսմունքներ Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Եթե դուք կամ ձեր ընկերները չեք խոսում անգլերենով, այցելեք cloudlibrary.org։ Ընտրեք ձեր լեզուն։ Ընտրեք որևէ նյութ ընդարձակ հավաքածուից։
էլեկտրոնային գրքեր, ամբողջական դասընթացներ, վիդեո եւ աուդիո ուղերձներ։ Գրանցվեք, որպեսզի ծանոթություններ ստանաք նոր նյութերի մասին։ Իմացեք ավելին cloudlibrary.org կայքում։ Իրականում նա աստվածության առաջին անձն է, ում մենք տեսնում ենք Աստվածաշնչում։ Ծննդոց առաջին գլուխ, սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, ինչ է գրված երկրորդ խոսքում։ Եվ երկիրն անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով։ Նա հայտնվում է Ծննդոց 1:2-ում։ Այսպիսով մենք պետք է տանք հետևյալ հարցը. ով է Սուրբ Հոգին։ Նա ամենազարմանալի, հրաշալի, բարի, մեղմ, զգայուն եւ զորավոր անձնավորությունն է այս երկրի վրա։ Միգուցե ասեք, Ջոն, այս երկրի վրա։ Իհարկե այս երկրի վրա։ Դուք պետք է հասկանաք, որ Հայրն այստեղ երկրի վրա չէ։ Նա նստած է իր գահին երկնքում։ Հիսուսն այստեղ երկրի վրա չէ։ Մարդիկ մշտապես ասում են, Հիսուսն իմ սրտում է։ Նա նստած է Հոր աջ կողմում։ Գործք առաքելոց 1:9-11 հրեշտակն ասաց. նրանք աշակերտները նայելիս վերացավ եւ մի ամպ վեր առավ նրանց աչքերից։ Երկու մարդիկ երևացին նրանց սպիտակ հանդերձներով եւ ասացին. ով գալիլեացի մարդիկ, ինչ եք կանգնել եւ մտիկ եք անում դեպի երկինքը։ Այս Հիսուսը, որ ձեզնից վերացավ երկինքը, այսպես կգա, ինչպես նրան տեսակ երկինքը գնալիս։ Այլ կերպ ասած, նա գալու է ամպերի մեջ։ Արդյոք նա արդեն եկել է ամպերի մեջ։ Ոչ։ Միգուցե որոշ մարդիկ այդպես են մտածում, բայց նրանք ապրում են գյուղական համայնքներում եւ շատ հեռու են մեզնից։ Իրականում նա դեռ չի վերադարձել ամպերի վրա։ Սա նշանակում է, որ նա նստած է Աստծո աջ կողմում, երկնքում։ Երբ Ստեփանոսը քարկոծվում էր, նա վեր նայեց եւ տեսավ Աստծո փառքը եւ Հիսուսին կանգնած նրա աջ կողմում։ Ինձ դուր է գալիս, որ Հիսուսը ոտքի կանգնեց ընդունելով իր նահատակին։ Ինձ դա դուր է գալիս, բայց Հիսուսն արդեն գրեթե 2000 տարի է այդտեղ է։ Նա այստեղ չէ։ Որքան ցանկանում եք, կարող եք ասել, որ նա ձեր սրտում է։ Ձեր սրտում Սուրբ Հոգին է։ Հիսուս Քրիստոսի հոգին, ում նույնպես անվանում են Հայր Աստծո հոգի։ Մատթեոս 10:20-ում Հիսուսն ասաց, որովհետև դուք չեք խոսողները, բայց ձեր հոր հոգին, որ ձեզանում խոսում է։ Դուք գիտեք, թե ով է խոսում իմ միջոցով հենց հիմա։ Իմ հոր հոգին։ Գիտեք, մի ժամանակ ես փորձում էի ինքս քարոզել։ Եվ նույնիսկ այս ձայնագրությունից առաջ ես փորձում էի քարոզել իմ ուղերձը։ Ցանկացած մարդ, ով երբևէ ինքնուրույն քարոզել է, գիտի, որ դա ողորմելի մի բան է։ Դա տհաճ է։ Ես չեմ կարող քարոզել ինքս ինձանով, բայց հանկարծ կատարվում է մի բան։ Իմ հոր հոգին գալիս է ինձ վրա եւ ես սկսում եմ խոսել Աստծո խոսքը, որքան եմ սիրում նրան։ Նա զարմանալի է։ Նա երբեք չի թողել ինձ սպառված վիճակում, նա երբեք չի թողել ինձ, որ սպառվեմ, նա երբեք չի թողնում եւ չի լքում մեզ, նա Աստծո որդու հոգին է։ Ես ասացի, որ հոգին Աստծո որդու հոգին է։ Փիլիպպեցիների 1:19, որովհետեւ գիտեմ, թե այս բանը վերջապես ինձ փրկության պատճառ կլինի ձեր աղոթքով եւ Հիսուս Քրիստոսի հոգու ձեռնտվությունով։ Ինչպես են գործում 3 անձերը միասին։ Առաջին Կորինթացիների 12:5-7 մի փոքր լույս է սփռում այս հարցի վրա։ Գրված է, եւ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Եվ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է։ Բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգուտի համար։ Այժմ դուք կարող եք տեսնել, թե ինչ է ցույց տալիս այս խոսքը մեզ։ Այն բացատրում է, թե ինչպես են նրանք գործում միասին։ Հայրը ձեռնարկում է, սա գրված է 6-րդ խոսքում։ Նա նախաձեռնում է, որդին տնօրինում է, իսկ Սուրբ Հոգին հայտնում է։ Ես կօգնեմ, որ հասկանաք սա։ Պատկերացրեք, որ տուն ենք կառուցում։ Ինչ ենք անում, երբ պատրաստվում ենք տուն կառուցել։ Մեզ անհրաժեշտ է ճարտարապետ, աշխեք եւ մարդիկ, ովքեր կառուցելու են տունը, շինարարներ, ճիշտ է։ Թեև համեմատությունը մի փոքր կոպիտ է, բայց դիպուկ։ Այս օրինակի մեջ ճարտարապետը Հայր Աստվածն է։ Հիսուսը աշխեկն է, իսկ Սուրբ Հոգին շինարարները, ովքեր իրականում կառուցում են տունը։ Նա է արարչագործությունը հայտնողը, դուք ինձ հետ եք։ Հիսուսն ասաց Մատթեոս 28:12-ում, բայց եթե Աստծո հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը ձեզ վրա հասել է։ Դուք լսեցիք սա։ Եթե Աստծո հոգով եմ հանում դևերին, բայց Ղուկասի ավետարանում գրված է հետևյալը, բայց եթե ես Աստծո մատով եմ հանում դևերին, խոսքը նույն միջադեպի մասին է։ Մատթեոսը գրում է Աստծո հոգով, իսկ Ղուկասը Աստծո մատով։ Այնպես որ Սուրբ Հոգին Աստծո մատն է։ Մենք պետք է հասկանանք հետևյալը. հույները մշտապես նկարագրում էին համաձայն ձևի։
Կարող եք նայել նրանց արձաններին եւ այլն, դա նրանց ոչն է։ Եբրայեցի գրողները մշտապես նկարագրում էին համաձայն գործառույթի։ Ահա թե ինչու սա չի նշանակում, որ նա մատներ է։ Եթե ես ցանկանայի բացատրել ձեզ, թե ինչպիսին է Սուրբ Հոգին, օրինակ կբերեի, որ իմ ձեռքն անում է այն, ինչ ցանկանում է իմ գլուխը։ Նա նկարագրվում է որպես Աստծո մատը, Աստծո ձեռքը եւ Աստծո բազուկը։ Նա ազատեց նրանց զորեղ ձեռքով եւ երկայն մեկնած բազուկով։ Նա ազատեց նրանց իր հոգով։ Կարդացեք Սաղմոս 8:3-ը. Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր։ Իրականում Սուրբ Հոգին է, ով դրել է աստղերն իրենց ուղեցրերի մեջ։ Նա է հաստատել լուսինն ու երկիրը, որովհետև գրված է քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր։ Նա է հայտնել ամբողջ արարչագործությունը։ Ահա թե ինչու էր նա շրջում ջրերի վրայով։ Նա սպասում էր, որ ճարտարապետը նախաձեռներ, իսկ որդին տնօրիներ, քանի որ Հիսուսը Աստծո խոսքն է։ Երբ ասվեց լույս լինի, որդին տնօրինեց այն, ինչ ասաց Հայրը, իսկ Սուրբ Հոգին իրականացրեց դա։ Ինձ դուր է գալիս սա։ Սա այնքան հրաշալի է։ Իմ ամենասիրելի խոսքերից մեկն Աստվածաշնչում Սուրբ Հոգու մասին գրված է Եսայի 40:12-ում։ Ուրիշ ով է, լսեք սա, պահել օվկիանոսներն իր ափում։ Մտածեք այս մասին։ Նա պահել է բոլոր օվկիանոսներն իր ափում։ Ով է չափել երկինքներն իր մատներով։ Դուք կարող եք տեսնել, որ Սուրբ Հոգին նկարագրվում է այստեղ իր գործառույթով։ Ուրիշ ով գիտի երկրի կշիռը կամ կշռել է սարերը եւ բլուրները կշեռքի վրա։ Ով կարող է խորհուրդ տալ Տիրոջ Հոգուն։ Ով բավականաչափ գիտի նրան խորհուրդ տալու կամ սովորեցնելու համար։ Միթե Տերը երբևէ ունեցել է որևէ մեկի խորհրդի կարիքը։ Միթե նա հրահանգների կարիք ունի այն մասին, թե որն է բարին։ Միթե ինչ-որ մեկը սովորեցրել է նրան, թե որն է ճշմարիտը կամ ցույց է տվել նրան արդարության ուղին։ Ոչ, որովհետև աշխարհի բոլոր ազգերը պարզապես մի կաթիլ են դույլի մեջ։ Նրանք կշեռքի վրայի փոշուց ավելին չեն։ Նա բարձրացնում է ամբողջ երկիրը, ասես այն մի ավազահատիկ լինի։ Սա Տիրոջ Հոգու մասին է։ Դուք տեսնում եք, թե որքան զորավոր է նա։ Դուք հասկանում եք, թե որքան զորավոր է նա։ Հիշում եք, երբ ասացի, որ նա համաձայնեց հոր եւ որդու հետ գալ եւ բնակվել մեզանում։ Սա դրդում է մեզ երեսնիվայր խոնարհվել նրա առջև, ամեն։ Ինչ վերաբերում է մարդկության ստեղծմանը, Ծննդոց 2:7-ում գրված է. «Եվ Տեր Աստվածը հողի փոշուց շինեց մարդուն»։ Ով արեց սա։ Սուրբ Հոգին։ Որտեղից ես գիտեմ, որովհետև Հոբ 33:4-ում գրված է. Աստծո Հոգին է ստեղծել ինձ եւ ամենակարողի շունչը ինձ կյանք տվել։ Հենց նա փչեց Ադամի ռունգերի մեջ կյանքի շունչը, եւ ոչ միայն Ադամի, այլև մեզնից յուրաքանչյուրի, որովհետև Սաղմոս 139:13-ում գրված է. որովհետև դու ստեղծեցիր իմ երիկամունքները եւ ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Իրականում Աստծո Հոգին ստեղծեց այն ամենը, ինչ մենք տեսնում ենք։ Առակաց 26:10-ում գրված է. Մեծ Աստված, ով ստեղծեց ամեն ինչ։ Հենց նա հայտնեց հոր ստեղծարար ցանկությունը։ Դուք ինձ հետ եք։ Այնպես որ Սուրբ Հոգին Աստված է։ Ինչպես են անվանում նրան։ Ինչպիսի անուններ նա ունի Աստծո խոսքում։ Աստվածաշնչում նա անվանվում է Սուրբ Հոգի 96 անգամ, Տիրոջ Հոգի 28 անգամ, Աստծո Հոգի 26 անգամ։ Նա անվանվում է Հավիտենական Հոգի, անվանվում է Օգնական, Մխիթարիչ, Սուրբ, Տեր։ Նա անվանվում է Ճշմարտության Հոգի, անվանվում է Քրիստոսի Հոգի, Խորհրդի Հոգի, ձեր Հոր Հոգի, Տիրոջ երկյուղի Հոգի, Փառքի Հոգի, Շնորհքի Հոգի։ Նա անվանվում է Հիսուս Քրիստոսի Հոգի, Իրավունքի Հոգի, Այրող Հոգի, Գիտության Հոգի, Կյանքի Հոգի, Սիրո Հոգի, Զորության Հոգի, Մարգարեության Հոգի, Հայտնության Հոգի, Զգաստության Հոգի, Հանճարի Հոգի, Իմաստության Հոգի, Սրբության Հոգի։ Ինձ սա դուր է գալիս։ Սուրբ Աստծո Հոգի։ Հիսուսը կախված էր Սուրբ Հոգուց։ Նրա ծնունդը Սուրբ Հոգուց էր։ Նա ուսված էր Հոգուց։
Նա զորացված էր հոգով։ by the Spirit. He did Նա not նույնիսկ մեկ հրաշք չգործեց, քանի դեռ չէր մկրտվել հոգով Հորդանան գետում, որովհետև Հովհաննեսի ավետարանում գրված է, որ նրա առաջին հրաշքը Գալիլեայի Կանայում էր։ of Galilee after he was baptized. The Spirit Հոգին եկավ նրա վրա այն բանից հետո, երբ նա մկրտվեց։ Նա առաջնորդվում էր հոգով։ Նա միայն խոսում էր այն, ինչ լսում էր հոգուց։ Հովհաննեսի 14:10 Հիսուսն ասաց. «Այն բանը կամ խոսքերը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց Հայրը, ով ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը»։ Jesus did not say, Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը չասաց Հայրը, ով երկնքում է, նա ասաց Հայրը, ով ինձանում բնակված է։ Սպասիր, Ջոն, սպասիր։ Ուզում ես ասել, որ նա անվանում էր Սուրբ Հոգուն իր Հայրը։ Իսկ ինչու ոչ։ Ահա թե ինչ ասաց հրեշտակը Հովսեփին. «Մի վախեցիր քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է»։ Ինչու նա չպետք է անվաներ Հոգուն իմ հոր Հոգին։ Are you with me? Դուք ինձ հետ եք։ Jesus Հիսուսը եւ Սուրբ Հոգին գործում էին մեկ անձի պես, քանի դեռ Հիսուսն այս երկրի վրա էր։ Jesus made the statement. Հիսուսն ասաց, որդին ոչինչ չի կարող անել իրենից։ If Jesus Եթե Հիսուսն ուներ Սուրբ Հոգու մշտական համագործակցության կարիքը, որպեսզի կատարեր իր Աստծուց տրված առաքելությունը, ապա որքան ավելի մենք ունենք Սուրբ Հոգու զորացման կարիքը մեր առաքելությունը կատարելու համար։ the empowerment of the Spirit to complete our mission. No Ոչ ոք չի ճանաչում Սուրբ Հոգուն այնպես, ինչպես So Հիսուսը։ we need Ուրեմն մենք պետք է նայենք Հիսուսին, որպեսզի հասկանանք ինչպես հաղորդակցվել Աստվածության այս զարմանալի անձի հետ։ amazing person of the Godhead. Can you say amen? Կարող եք ասել ամեն։ So Հովհաննեսի 14-ում Հիսուսն ասաց. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, my commandments. And եւ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել։ Անհավատը չի կարող ընդունել նրան, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Այս հատվածում այնքան գանձեր կան։ Նախ եւ առաջ Հիսուսն ասաց. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք»։ Միթե սա հետաքրքիր չէ։ Մինչև Սուրբ Հոգու մասին խոսելը Հիսուսը հիշեցնում է իր իշխանությանը եւ իր խոսքին հնազանդվելու մասին։ Նույնպես հետաքրքիր է, որ Գործք 5:32-ում Պետրոսն ասում է. «Եվ մենք նրա վկաներն ենք այս բաների համար, եւ Սուրբ Հոգին էլ, որ Աստված իրեն հնազանդվողներին տվեց»։ Ինչու մենք չենք խոսում այս մասին։ Աստված տալիս է Սուրբ Հոգուն այն մարդկանց, ովքեր հնազանդվում են նրան։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսն ասաց. «Ես ուրիշ մխիթարիչ կտամ ձեզ»։ Հունարենում կա երկու բառ, որոնք Նոր Կտակարանում թարգմանվում են ուրիշ բառով։ Այս երկու բառերը հետերոսը եւ ալոսն են։ Հետերոսը նշանակում է մեկ ուրիշը, այլ տեսակի։ Ալոսը նշանակում է մեկ ուրիշը, նույն տեսակի։ Մենք պետք է տանք հետևյալ հարցը. ինչ է Հիսուսն ասում այստեղ։ Թույլ տվեք օգնել ձեզ, որ հասկանաք։ Դեյվիդ, եք այստեղ։ Ահա Դեյվիդը։ Եթե ես խնձոր տամ Դեյվիդին եւ հարցնեմ նրան խնձորն ուտելուց հետո. Դեյվիդ, ցանկանում ես մեկ ուրիշը։ Եվ նարինջ տամ նրան, ես այլ տեսակի միրգ տված կլինեմ նրան։ Իսկ եթե մեկ ուրիշ խնձոր տամ, այդ դեպքում ես նույն տեսակի միրգ տված կլինեմ նրան։ Նարինջը հետերոսն է, խնձորը ալոսն է։ Ինչ բառ է օգտագործում Հիսուսը։ Նա օգտագործում է ալոս բառը։ Նա ասում է Սուրբ Հոգին ճիշտ ինձ նման է։ Նա ասում է, որ գալու է մեկ այլ մխիթարիչ։ He says, I'm going to give you another helper. Everybody say helper. Ասեք մխիթարիչ։ Հունարենում այս բառը պարակլետոսն է։ Հետաքրքիր է, որ առաջին Հովհաննեսի 2:1-ում նույն բառն օգտագործվում է Հիսուսին նկարագրելու համար։ Բարեխոս ունենք հոր մոտ։ Այս խոսքում գրված է, որ Հիսուսը նույնպես կատարում է պարակլետոսի դեր։ Ուրեմն ինչ է նշանակում այս հունարեն բառը։ Այն նշանակում է դատապաշտպան, ով պաշտպանում է ինչ-որ մեկի գործը։ Նույնպես այն նշանակում է անձնական, խորհրդական կամ խորհրդատու։ Պարակլետոս բառը կարելի է բաժանել երկու բառերի՝ պարա եւ կալեո։ Պարան նշանակում է շատ մոտ, կողք կողքի։ Պողոսն օգտագործում էր պարա բառը, երբ նկարագրում էր իր փոխհարաբերությունները Տիմոթեոսի հետ։
Պողոս առաքյալը Տիմոթեոսից ավելի մտերիմ անձնավորություն չուներ։ Նա օգտագործեց այս բառը ցույց տալով Տիմոթեոսին մոտ լինելը։ Դուք ինձ հետ եք։ Կինս Լիզան իմ պարան է։ Ամբողջ երկրի վրա ես չունեմ Լիզա Բիվերից ավելի մտերիմ մարդ։ Ես կօգտագործեի այս բառը, որպեսզի նկարագրեի իմ փոխհարաբերությունները նրա հետ։ Կալեոն նշանակում է կանչել ձեռքի շարժումով կամ կանչել։ Այս բառը հաճախ է օգտագործվում Սուրբ գրքում, երբ առաքյալները խոսում են իրենց կոչման մասին։ Օրինակ, երբ Պողոսն ասաց. «Ես կանչված եմ որպես հեթանոսների առաքյալ», դուք ինձ հետ եք։ Այս բառը վերաբերում է կոչմանը եւ ենթադրում է մշտական ներկայություն։ Գիտեք, թե ինչ է ասում Հիսուսը օգտագործելով այս երկու բառերը։ Նա ասում է, որ Սուրբ Հոգին կանչված է մշտապես մեր կողքին լինելու համար, որպեսզի լինի մեր խորհրդականը Աստծո հետ ընթացքի մեջ։ Իրականում սա նրա կոչումը եւ առաջադրանքն է, եւ նա մշտապես անում է սա, քանի որ Հիսուսն ասաց, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Նա չի թողնի եւ չի լքի ձեզ։ Միթե սա հրաշալի չէ։ Հիսուսը ցանկանում է ասել. «Նա կլինի ձեզ հետ ճիշտ այնպես, ինչպես ես էի ձեզ հետ»։ Դուք ինձ հետ եք։ Ես հաճախ եմ լսում, թե ինչպես են մարդիկ ասում. «Երանի ես քայլեի Հիսուսի հետ, այնքան շատ հարցեր կտայի նրան»։ Ինչու դուք չեք տալիս այդ հարցերը Սուրբ Հոգուն։ Դուք ինչ-որ էություն եք համարում նրան։ Ձեր կարծիքով նա պարզապես ազդեցություն է, որը գալիս է Աստծուց, թե դուք իսկապես հավատում եք, որ նա անձնավորություն է։ Եթե հավատում եք, որ նա անձնավորություն է, դուք հարցեր կտաք նրան, որովհետև գիտեք, որ նա ամենագետ է։ Ես ասել եմ սա նախկինում եւ կրկին կասեմ, կարծում եմ նա ամենաանտեսված անձնավորությունն է եկեղեցում։ Որքան հաճախ ենք մենք եկեղեցի գնում առանց նրան հիշելու կամ պատիվ տալու։ Որքան հաճախ քրիստոնյաները ամբողջ օրվա ընթացքում նույնիսկ մեկ բառ չեն ասում նրան, ով կանչված է մշտապես նրանց մեջ բնակվելու եւ նրանց կողքին լինելու համար։ Հովհաննեսի 16:7-ում Հիսուսն աներևակայելի մի բան ասաց. «Բայց ես ճշմարիտ եմ ասում ձեզ»։ Մի պահ մտածեք այս մասին։ Նա այս տղաների հետ էր 3.5 տարի եւ այն ամենը, ինչ ասել էր, կատարվել էր։ Նա ասաց. «Քամի հանդարտվիր» եւ այն հանդարտվեց։ Նա ասաց. «Դուք միավանակ կգտնեք այսինչ վայրում, իհարկե առանց eBay կամ Craigslist կայքերի»։ Նա ճշտորեն ասաց նրանց այնտեղը, որտեղից նրանք պետք է վերցնեին նավանակին։ Նա գիտեր, որ իր աշխատակազմի մեջ գող կար եւ դա բացահայտվեց։ Նա ասաց, որ Երուսաղեմում ժողովրդի ծերերը հանձնելու էին նրան մեղավորների ձեռքը։ Մի խոսքով այն ամենը, ինչ նա ասաց, կատարվեց։ Եվ նրանց հետ 3.5 տարի լինելուց հետո ստիպված էր անել այս հայտարարությունը. «Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ»։ Այլ կերպ ասած, այն ինչ նա ասելու էր այդ տղաներին այնքան աներևակայելի էր, որ նա պետք է համոզվեր, որ նրանք կհասկանային եւ կիմանային, որ ինքը չէր ստում։ Նա, ով երբեք չի ստել եւ չի կարող ստել, ստիպված էր ասել. «Ես ճշմարտություն եմ ասում ձեզ»։ Տղաներ, սա ճշմարտություն է։ Ինչ նա ասաց դրանից հետո։ Բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Այս խոսքը New Living թարգմանությամբ ինձ ավելի է դուր գալիս։ Նա ասում է. «Իմ գնալը լավագույնն է ձեզ համար»։ Ինչու է մեզ համար լավագույնը, որ Հիսուսը գնար։ Պարզապես մտածեք այս մասին։ Եթե Հիսուսը մնար, մենք ժամանակ չէինք ունենա նրա հետ զրուցելու համար եւ ոչ էլ նա մեզ հանդիպելու համար։ Մենք պետք է ինքնաթիռ նստեինք եւ թռչեինք Թել Ավիվ, մեքենա վարձեինք եւ գնայինք Գալիլեա։ Նրան գտնելը դժվար չէր լինի, որովհետև նրա շուրջը մի քանի հազար մարդ կլիներ, ովքեր սպասելու էին, որ հերթն իրենց հասներ եւ կարողանային հարցեր տալ նրան։ Բայց ինչպես հասկանում եք, նա պետք է քններ, նա անպայման պետք է սնվեր։ Եվ միգուցե կարողանար տրամադրել օրական 14 ժամ, իսկ մարդիկ կհավաքվեին մեծ ամբոխներով, որպեսզի խոսեին նրա հետ։ Բայց եթե մտածեք, որ Սուրբ Հոգին ճիշտ Հիսուսի նման է, որ նա սովորեցնում է ինչպես Հիսուսը, բացատրում է Աստծո իրողությունները ինչպես Հիսուսը, եւ Սուրբ Հոգին քնելու կարիք չունի։ Նա սնվելու կարիք չունի։ Նա կարող է միաժամանակ 10,000 խոսակցություն վարել մտերմորեն շփվելով 10,000 տարբեր մարդկանց հետ։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Լավ է ձեզ համար, որ ես գնամ»։ Այնպես որ հաջորդ դասին մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք մտերմորեն շփվել այս հրաշալի Աստծո հետ։